Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ 7 TV եթերում ոդքասթի հերթական թողարկումն է, այսօր շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու, արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը եւ Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Աբրահամյանը, ով արդեն մեր տաղավարում է, շատ շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Պարոն Աբրահամյան, միասին փորձենք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին ու ուր ենք մենք գնում այս տեմպերով։ Ու այդ գնալու ճանապարհի հետ կապված ամեն օր մենք արթնանում ենք նոր ձերբակալություններով, նոր բռնաճնշումներով։ Պարոն Աբրահամյան, ես չգիտեմ մեր պատմության ընթացքում երբ է եղել, որ այսինքն ընտրություններից հետո էլ նույն ձևի շարունակվի այդ բռնաճնշումները, ձերբակալությունները, հետապնդումները, ինչ որ մի իշխանության հետ կարող ենք համեմատել։ Եղել է այդպիսի բան 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ որ տեղ ունեցավ բախում ցուցարարների եւ ոստիկանության միջև եւ նաեւ զոհեր եղան, այդ ժամանակ ձերբակալում էին շատ մարդկանց, ովքեր մասնակցել էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, նրա շտաբերի պետերին եւ այլն, ովքեր մասնակցում էին ընտրություններին։ Դա եղել էր ընտրություններից հետո։ Բայց ֆորմալ առումով գոնե ինչ որ բախում եղավ, որի մեղավորը իմ կարծիքով Քոչարյանն է, բայց բոլոր դեպքերում բախում եղավ եւ դրանից հետո սկսվեցին այսօրվա սպეციფიკան հետեւյալն է, որ ձերբակալությունները, ռեպրեսիաները, տերորը ես կասեի, սկսվեց արդեն ընտրություններից առաջ։ Այո։ Եվ դա նույնպես նրա համար էր, որպեսզի ապահովի ճակերտավոր հաղթանակը ԿՊ-ի։ Այսինքն ես կարծում եմ եւ Արմեն Աշոտյանի եւ Անդրանիկ Թևանյանի եւ դրանից առաջ հոգեվորականների եւ Վազգեն Սաղաթելյանի եւ այսինքն բոլորի Սամվել Կարապետյանից սկսած այդ բոլոր բռնաճնշումները ի վերջո քաղաքական նպատակ ունեին եւ նպատակ ունեին անարգել, հնարավորինս անարգել, ապահովել Փաշինյանի վերարտադրությունը։ Այսինքն նախորոք էին ձերբակալում, հետո ձերբակալում էին նաև ընտրությունների, այսինքն քվեարկության օրը ներխուժում էին շտաբերը, հա, մի քանի տասնյակ շտաբ ներխուժեցին Փաշինյանի, չգիտեմ, ԱԱԾ-ականներ են, ովքեր են, մի քանի 100 հոգի հետո եւ մի քանի 100 հոգի ձերբակալեցին, այսինքն շտաբերի եւ տարածաշրջանների պատասխանատուները, ընդդիմության, որպեսզի նրանք չկարողանան շատ արագ վերակազմակերպվել եւ չկարողանան դիմադրել իշխանությունների այս վերարտադրությանը։ Այսինքն շատ ավելի լայնամասշտաբ ռեպրեսիաների հետ գործ ունենք, եթե համեմատենք 2008 թվականի հետ։ Դե նպատակը պարալիզացնելն էր աշխատանքը, իդեպ ես կասկածներ ունեմ, որ մեր բնակարանել էին իրենք հենց ընտրությունների օրը ուզում գալ խուզարկության, այնտեղ որոշակի դետալներ կան, ուղղակի եթերը չծանրաբեռնելու համար չպատմեմ այդ մասին, համենայն դեպս 6:30 ես արդեն մեր շենքի բակում էի եւ այդ ժամանակ մի տարօրինակ ավտոմեքենա այսպես մտավ, պտտվեց, շատ զարմացած ինձ նայեց, որ ես 6:30 արդեն դրսում էի ու թողեց հեռացավ, դրա համար կասկածներ ունեմ, որ այդ ժամին էին ուզում մեր բնակարան գալ, հետո մի քիչ հետաձգեցին, այսօր էլ արդեն Ռուբեն Հակոբյանին են ձերբակալել եւ վարչական հսկողության ռեժիմ են կարծես արդեն սահմանել։ Նախկին պատգամավոր։ Ոչ միայն, Գյումրիից 3 ձերբակալություններ էին մասսայական։ Այո, ռեպրեսիաները շարունակվում են, Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու եւ գիտեք ինչն է այստեղ ինձ համար կարևոր, որ բոլորը խոսեն այս մասին եւ չլռեն, որովհետեւ օրինակ դուք առաջիններից էիք, որ երբ կալանավորեցին Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին, խոսեցիք այդ մասին, բարձրաձայնեցիք։ Բայց նույն քաղաքական տարաձայնություններին, որը շատ մեծ դեր է խաղում, պարոն Աբրահամյան, օրինակ մեկին ձերբակալում են, ասենք ին վրա օրինակ բերեմ, որ ես չեմ սիրում այդ մարդուն, ձայն չեմ հանում։ Հետո ասենք այս կողմից են մենակ մերոնց ենք պաշտպանում։ Հա, մերոնք են բանտարկյալ, այն նրանք չգիտեմ ինչ են։ Ու հետո հերթով բոլորի հետևից գնում է։ Պետք է սարատավոր պրակտիկային էլ վերջ տրվի ու կարծում եմ, որ պիտի խոսեն, բոլորը բարձրաձայնեն եւ բայց ինչպես կարող ենք մենք այս ամենի դեմն առնել։ Ես պարզապես ավելացնեմ, որ այդ միտքը շարունակելով, հա, որ Ջերբաժանը տարանջատումը տեղի է ունենում ոչ այնքան իշխանություն ընդդիմություն, այլ եւ ոչ այնքան այս կուսակցությունը կամ այն կուսակցությունը։ Ջերբաժանը պարկեշտ եւ ոչ պարկեշտ մարդկանց։ Այսինքն ես չեմ կարող միաժամանակ սիրել Արմեն Աշոտյանին եւ Անդրանիկ Թևանյանին։ Նրանք շատ տարբեր բան, բայց նրանք միաժամանակ
միաժամանակ քաղաքական պատճառներով հետապնդվող մարդիկ են։ Ինչ վերաբերում ուզում եմ անպայման ասեի ձեր հարազատ քաղաքին, ապա նաև ռեպրեսիաները շարունակվում են հետևյալ նպատակով։ Փաշինյանը մտադիր է այնտեղ իշխանություն փոխել, մտադիր է անցկացնել նոր ընտրությունները, որը անօրինական է բնականաբար, եւ այնտեղ էլի տերորի, էլի վախեցնելու միջոցով Գյումրիում նշանակել ԿՊ-ական իշխանություն։ Դա արդեն հայտարարել են, որ անցնում են այդ գործընթացին։ Պարոն Աբրամյան, Գյումրիի բարական, եթե հասկանալի է, որ նոր ընտրությունների են նախապատրաստվում իշխանության ուզուրպացիայի կոպիտ ասած, բայց այս հետընտրական է զարգացումները, որ կան, ինքը տեմպը աճեցնում է, հա։ Տրամաբանությունը մի քիչ շատերի համար անհասկանալի է։ Ինչու ընտրություններից հետո, երբ ինքը վերցրեց իշխանությունը, այդպես ասենք, բռնազավթեց, հա, պետք է դե ԲՀԿ-ին դուրս թողնելը, եթե ոչ մի բան արած չլներ, արդեն իսկ դելեգիտիմացնում է ընտրությունները կամ խորհրդարանը։ Հիմա կարծես պետք է հանգստանար, հանդուրժողականության կոչեր, չգիտեմ ինչ եւ այլն, բայց ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Որովհետեւ նա պետական գործիչ չի, նա որոշակի ուղղվածության լրագրող է, այսպես ասենք, մեղմ ասենք, տեղին։ Որոշակի ուղղված, որը չի կարող ապրել առանց սկանդալի, առանց հակառակության, առանց պարակտման, առանց դրա չի կարողանում Փաշինյանը ապրել։ Նրա modus vivendi, նրա կյանքի քաղաքական կյանքի իմաստը հենց այն է, եւ որպես ընդդիմադիր նա շարունակում է լինել ընդդիմադիր այն պարագայում, երբ որ արդեն վարչապետ է, նա ինչ է անում պետական այրը։ Ճիշտ եք ասում, վերջանում են ընտրությունները, ասում է ժողովուրդ, վերջացան ընտրությունները։ Ես ձեր նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններին ձայն տված, ես ձեր բոլորի վարչապետն եմ։ Նա չի ասում այդպես։ Նա ասում է իմ դեմ քվեարկած բոլոր մարդիկ ընտրակաշառք են վերցրել։ Այսինքն իմ դեմ քվեարկած բոլոր մարդիկ, այսինքն կես միլիոն հանցագործ են, հա։ Այսինքն այսպիսով նա չի ներդաշնակում, այսպես ասած, հասարակությունը, որպեսզի լուծի պետության առաջ բարդագույն կանգնած խնդիրները։ Նա ցանկանում է շարունակել այդ հակառակությունը, շարունակել այդ թշնամանքը, նաև կա ինձ թվում է սադրելու Կարապետյանին եւ Քոչարյանին, որոնք մտել են, սադրելու, որ նրանք մանդատ չվերցնեն, որ նրանք մտնեն ինչ որ մի sense փողոցային պայքարի մեջ, միայն փողոցային, ես չեմ մերժում դա, միայն փողոցային պայքարի մեջ եւ հետո էլ ավելի խիստ ինչ որ միջոցներով ընդհանրապես արգելել նրանց կուսակցությունը եւ նրան Փաշինյանին զայրացնում է, որ բավականին հանդարտ են այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան։ Այսինքն չեն սադրվում առայժմ համենայն դեպս։ Դա ինչ է տալու իրեն, պարոն Աբրամյան, դա նշանակում է, որ մենք մտնում ենք կոշտ ավտորիտարիզմի փուլ, երբ որ պետությունը ինքն է, չեմ ասում ամբողջատիրություն, կոշտ ավտորիտարիզմ, ինչով ուզում է զբաղվել, բայց քաղաքականությամբ մի զբաղվի, իշխանություն մի ուզի եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը ցանկանում է մաքրել քաղաքական դաշտը ամբողջությամբ, որ մնա միակ դիկտատորը այդտեղ։ Ու ասում է դրա համար ես կանցնեմ բոլոր օրինական, ոչ օրինական բոլոր սահմանները, երբ որ ասում է ԱԾ-ն կարող է բլոգերությամբ զբաղվի, դա արդեն ասենք չգիտեմ։ Ինչ ուզի սլիվ կանի։ Հա, դա բլոգեր է այդ մարդիկ։ Այսինքն պետական ապարատը, որը շատ ցավալի է, ԱԱՑ-ն շատ կարևոր կառույց է իմ կարծիքով, չէ՞, որը պետք է զբաղվի ազգային անվտանգությամբ։ Հիմա այդպես էր ամենայն դեպս։ Ազգային անվտանգությամբ եւ ոչ թե բլոգերությամբ, ոչ թե սլիվերով, ոչ թե ընդդիմության դեմ պայքարով։ Նա պետք է զբաղվի ազգային անվտանգությամբ, իմ կարծիքով։ Հիմա այդ բոլոր կառույցները եւ դատախազությունը եւ քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր կառույցները եւ ԿՀ-ն իհարկե եւ համառական դատարանը նա վարկաբեկում է նրանով, որ նրանք այլևս պետական կառույցներ չեն, նրանք ԿՊ-ական կառույցներ են, որոնք ղեկավարվում են Փաշինյանի կողմից եւ կատարում են նրա քաղաքական կմահաճույքները։ Դա հեղափոխական վիճակ ստեղծելու նման բան, երբ որ չի հավատում մարդ ոչ կային սահմանադրական ԱԱԾ-ին, դատախազությանը, դատարաններին, դա ստեղծում է հենց այդ հեղափոխական վիճակը, որի մասին ինքն է խոսում։ Ասում է ես կանեմ ինչ ուզում եմ, ես կարող եմ ապօրինաբար հետապնդել ում ուզում եմ, եթե դուք համաձայն չեք, արեք հեղափոխություն։ Հասկանում եք։ Այսինքն, այդպես Լուկաշենկոն էլ կարող ասի կամ չգիտեմ հեղափոխություն, բայց այնտեղ չեն էլ ասում նման բաներ, պարոն Աբրամյան։ Այսինքն ոնց է Ռուսաստանում կա ընդդիմություն չկա, կամ Բելարուսում կա ընդդիմություն չկա։ Հիմա Հայաստանում էլ չի լինի, եթե այդպես շարունակվի։
եւ դա ռեսուրս մենք ունենք այդ ամեն ինչը սպասարկելու հենց հետա որ բռնապետությունը հա շատ թանկ այո հաճույք է հա նավթ է գազ է իհարկե այսինքն որտեղ է բռնապետությունը որտեղ նավթ ինչ որ օրինակ մեր հարևան Ադրբեջանը դեռ չգնա հա Ադրբեջան կամ ասիական ինչ որ երկրներ ինչ որ նավթային արաբական երկրներ Ռուսաստան Բելարուս մարդիկ որոնք կարող են իրենց թույլ տալ հիմա հույսը դնել Եվրամիության այդ միլիոնների վրա որ նրանք կօգնեն ես խիստ կասկածում եմ կգա պա երբ որ Եվրամիության լիդերները այլևս չեն համաձայնի սպասարկել այս բռնապետությունը ինչու եթե իրենց հարմար է այս ամեն ինչը իրեն կարող են Ալիևին ասել մեր կարևոր գործընկեր ըստ էության այդպես չքննադատել հիմա ինչն է խանգարում ասենք մի քանի միլիոնով պահել մի իշխանություն որը սպասարկում է իրեն շահերը մի քանի միլիոնով քիչ է չի հերիք չի անի եւ հետո այստեղ կա մի բան այ ասում են եթե դա հետաքրիր է չգիտեմ ասում են որ Ռուսաստանը կճանաչի չի ճանաչի չգիտեմ Պուտինը կշնորհավորի ինձ թվում է Պուտինը չի շնորհավորի Պուտինը չի ճանաչի պաշտոնը չի ասի ես ճանաչում եմ այս ընտրությունները բայց դա չի նշանակում որ Պուտինը չի շփվի Փաշինյանի հետ նա կկանչի Փաշինյանին եւ կասի խելոք բնա այդ տրիպը մրիպը թարգի եւ այլն այսինքն եւ Փաշինյանը կընթարկվի եւ այնտեղ արդեն այս երկակի խաղի պատճառով իմ կարծիքով Եվրոպայի արձագանքը կլինի համապատասխան այսինքն այդ ժամանակ նոր Եվրոպան կասի այ դու ընտրությունների ժամանակ բա որ դու ընտրությունների այսինքն եթե Փաշինյանը հաղթեր հա եթե նա հաղթեր այդ ամբողջ տերորը եւ ամբողջ սպառնալիքները ամբողջ վախեցնելը պետք չէր լինի բայց նա հասկանում է որ չի հաղթել դրա համար է շարունակում պահել լարվածությունը Պարոն Աբրահամյան հիմա փաստորեն հետընտրական Հայաստանում բանավեճը մի պարզունակ հարցի շուրջ է ծավալվում մանդատները վերցնել թե չվերցնել դուք էլ խոսեցիք մանդատներից հիմա եթե հեղափոխություն չեն անում փողոց դուրս չեն գալիս ստացվում է մնում է մանդատներ վերցնելը որն է ճիշտ ես ճիշտն ասած շատ զգուշորեն կխոսեի որովհետեւ այնուամենայնիվ ես քաղաքական գործիչ չեմ ես երբեք ոչ մի ցուցակում չեմ եղել չեմ լինելու իդեպ 90 թվականից ես լուսաբանում 1990 թվականից ես լուսաբանում եմ ընտրությունները քանի ընտրություն ա եղել եւ դեռևս ոչ ոք ինձ չի առաջարկել որևէ ցուցակ այդ Միչել տեսեք նայեք ես ասեմ վերցրեք մանդատը կամ մի վերցրեք ինձ թվում է եթե դու ուզում ես շարունակել պայքարը դու չպիտի տրվես սա դրանքի այսինքն եթե Կարապետյանը եւ Քոչարյանը հայտարարում են որ մենք հիմա չգիտեմ կհրավիրենք դեսպաններին կպատմենք նրան դեսպանները շատ լավ գիտեն ճշմարտությունը ես Կարապետյանին ուղիղ դա ասեցի նրանք շատ լավ գիտեն ճշմարտությունը ինչ ա եղել ինչպես է վերարտադրվել ճակերտներում Փաշինյանը մենք կկանչենք դեսպաններին կբացատրենք կոնտակտի մեջ կմտնենք եւ այլն տրամաբանական է այնուամենայնիվ որպես ով են նրանք կանչում որպես ֆրակցիաներից մեկը այսինքն ֆորմալ ստատուսի խնդիրն իհարկե որպես ֆրակցիաներից մեկը կամ ֆրակցիաներից երկրորդը նրանք կանչում են զրուցում են չգիտեմ բացատրում են գնում են այնտեղ Բրյուսել կամ այլ տեղ ինչ որ բաներ են բացատրում եւ այլն ես կարծում եմ այնուամենայնիվ հակված եմ որ եւ նրանք էլ են կարծում եմ հակված վերցնել մանդատները Իդեպ ձեր հարցազրույցից հետո Սամվել Կարապետյանի հետ որին դուք ներկա եք նաեւ մի շարք խմբագիրներ էին ներկա տոտալ հարցակում է սկսել ձեր դեմ եւ մյուս խմբագիրների դեմ ասում են այ անկախ մամուլը այդպեսին է լինում որ նստած սպասում են երբ պիտի հարցազրույցը մոնտաժեին եւ ուղարկեին այս հարցակումներին ինչ կպատասխանեն այդ մարդիկ բացարձակապես չեն պատկերացնում մեդիան ոնց է աշխատում դե իրանք հայկական ժամանակն են պատկերացնում այսինքն ես ուրեմն 2 հատ հարցազրույց տեսագրեցի առավոտում, հա։ Բնականաբար դրանք պետք է մոնտաժվեն եւ ինչ որ մի օր, ինչ որ մի ժամ դրվեն։ Այնպես չի որ բոլոր հարցազրույցները միանգամից դրվում են բանի։ Հիմա ես էլ ենք ձայնագրում, տեսա ձայնագրում։ Հիմա դուք սպասելու եք, հա, սպասելու եք միջև։ Դե միջև դաբրոն չտակ, բար Աբրահամյան չենք երազան։ Չէ, ուղղակի սա նաև այսպես կանխագուշակում է մամուլի դեմ հարձակումը, որովհետև բոլոր այս կարմիր գծերը հատելուց հետո արդեն իրենք պետք է նաև մամուլի վերջը տան։ Ես կարծում եմ, որ իրենք դեպի դա են տանում։ Մեր հարևանները Արմատ լրատվամիջոցը նրանց վրա արդեն իսկ հարձակվեցին, որտեղ նրանք անմիջական կապ ունեն Կարապետյանի հետ ըստ երևույթին, այսինքն Ալիկի հետ ոնց էր ազգանում Ալեքսանյան, Ալեքսանյան, հա Ալիկի հետ կապ ունեն, դրա համար միանգամից հարձակվեցին, կլինի։
խոսք եմ տալիս, որ կլինի։ Դա ինչ Պատրաստ եք։ Ես պատիվ եմ համարում։ բան Իմիջիայլոցը- լրագրողները պատրաստվում են նստելու թե չէ։ Իհարկե պատրաստվեն։ Անշուշտ պատրաստվեն։ Օրինակ ես հիմա պատրաստվում եմ մի շաբաթով գնալ արձակուրդ եւ պատրաստ եմ նրան որ սահմանում կասեն իսկ մենք ձեզ թույլ չենք տալիս որ գնաք։ Սեկտը փակել են։ Բոլորիս էլ դա սպառնում է, նաև ասեմ, որ Անդրանիկ Թևանյանի կալանավորելու օրերից 7-րդ լրատվական կայքի աշխատանքներն էլ խափանված, որովհետև արգրավել են տեխնիկական միջոցները։ Հիմա փաստացի 7-րդ կայքը չի գործում, միայն Facebook-յան եւ YouTube-յան ալիքներն են։ Պարոն Աբրամյան, բոլոր ուղղություններով ըստ էության մեզ սպասվում է ավտորիտար նկրտումներ, լինի դա բնական է, հա, մամուլ, կուսակցություններ եւ այլն։ Հիմա ընդդիմադիրները մեզ նայում են ու հարց են տալիս. տարբերակը ո՞րն է սա ամեն ինչի դեմ պայքարելու, թույլ չտալու, հաղթահարելու։ Կա դա նույն մանդատ վերցնելը դրան օգնում է թե վնասում է, փողոց դուրս գալը կամ չգալը օգնում է թե վնասում է։ Այ շատ դեպքերում մենք փակուղու առաջ ենք կանգնում գործիքակազմի պայքարի, որ չգիտես քաղբանտարկյալների համար ինչ անես, որ լավ լինի, դիմես դեսպանատուն, չդիմես, միտինգ անես, չանես։ Մի խոսքով, այսինքն մենք փակուղու առաջ ենք ըստ էության այդ առումով։ Դե ես կարծում եմ Դերենիկ պետք է բոլոր օրինական միջոցները օգտագործել։ Այսինքն պարզա չէ որ օրինակ Սահմանադրական դատարանը Փաշինյանի գրպանումը եւ կընդունի նույնիսկ ասի որ այդ դուք եք անօրինական հələ կարող է մի հատ ձեզ բան չգրանցենք իսկ ԿՊ-ին կգրանցենք այսինքն պարզը բայց չդիմելը նշանակում է կասի ուրեմն դուք ո՞վ եք ընտրություններից հա որ չեք դիմում դուք օրինական ճանապարհները չեք օգտագործել եւ այդ դիմելու ընթացքում պետք է եւ իմ կարծիքով չգիտեմ ինչպես են իրենք որոշել բայց պետք է մեկիկ ամբողջ այդ տարածքը հա հարյուրավոր ընտրախախտումների որը թույլ է տվել ԿՊ-ն պետք է անպայման հասանելի լինի հասարակությանը եւ այս բանի ժամանակ այդ դատի ժամանակ բոլորը հնչեցվի եւ մնացած բոլոր բաները մի այսպիսի մի հատ թուղթ է ստորագրում եկեղեցու դեմ բանը հետապնդումը հա ես դատապարտում եմ եկեղեցու դեմ հետապնդումը եւ նաեւ մի հատ թուղթ ենք ստորագրել դատախազությանը Պարզ չի ինչ դատախազությունն է պարզա չէ դատախազությունը որ Փաշինյանը խախտում է Հայաստանի սահմանադրությունը չէ նրանով որ ինքը գործադիր իշխանության ղեկավարը փորձում է նշանակել եպիսկոպոսներ կամ կաթողիկոս կամ ասել ով է կարգալույս ով նա խախտում է համադրությունը ակնհայտ է չէ մենք դիմել ենք դատախազությունը ինչ է պատասխանել չի խախտում կամ Փաշինյանը ասում է հա ես ձեզ կսպանեմ կխեղդեմ եւ այլն կսատկացնեմ հարցնում են արդյոք դա ատելության խոսք չի, հա? Արդյոք դա հանցագործություն չի, ատելության խոսքը հանցագործ։ Նրանք ասում են, չէ, դա պարզապես քննադատություն է։ Եվ այլն։ Իսկ պարոն Աբրամյան, այսպիսի մի վարկածել կա, ես չգիտեմ որքանով է դա իրականությանը համապատասխանում, հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը նաև ընդդիմության ձեռքերով փորձում է նոր ընտրությունների գնալ, որովհետև ինչպես դուք ասացիք, ընդդիմությունը ստիպված պետք է դիմի Սահմանադրական դատարան, իմանալով, որ գրպանային Սահմանադրական դատարան է, բայց այս խախտումների հետ էլ համակերպվել չի կարելի, բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ լեգիտիմ ընտրություններ են տեղի ունեցել։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ չի ստացել իր Սահմանադրական մեծամասնությունը, այսինքն Սահմանադրությունը փոխելու այդ 2/3-ը։ Հետևաբար իրեն պարտադրում են եւ օդու ջրի պես պետք է, որպիսի ունենա 2/3-ը, այսինքն ասեք նաեւ ով է պարտադրում։ Արևմուտքը, Ալիևը, այսպես, հա, ավելի հստակ ասենք, Ալիևը պարտադրում է, որպիսի Նաեւ Մուննաթ է գալիս ասում է, այդ ոնց դու չապահովեցիր 2/3-ը, բա ոնց ես փոխելու Այդ Մուննաթը եկել է, ես չեմ ֆիքսելով այդ։ Այո։ Հետևաբար ասում են, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարտադրում է գնալ նոր ընտրությունների, այսինքն Այնպես կարող է ստացվել, որ օրինակ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ իրոք ոչ լեգիտիմ են եղել եւ նոր ընտրությունների գնա, բայց ոչ թե նրա համար, որ օրինականությունը վերականգնվի։ Որ ավելի անօրինական Փաշինյանը, այո, ապահովի իր այդ 2/3-ը։ Դե ընդդիմությունը նստած կլինեն լրատվող միջոցները փակված։ Այդ ընթացքում ինքը օրենքներ է փոխում, այդ բանը ցենզն է, հա, սահմանում, որ վերջին 1 տարվա ընթացքում 1 տարվա ընթացքում 6 ամիս այստեղ պետք է բնակված լինեն։ Դա ես չեմ հասկանում։ Ահա, դե
Համենայն դեպս այսպիսի օրենք գուցե մի օր էլ այնպիսի օրենք փոխեն, Նաև բացատրում են դա կներես Ալեքնաս, որ սահմանադրական փոփոխությունների հանրակվեն նախապատրաստում։ Հետևաբար ինչքան, ասենք, սահմանափակ է քչացնեն ընտրացուցակում գտնվողների թիվը, այդ դեպքում հանրակվեն կայացած կամարվի ավելի քիչ թվով ավելի քիչ տոկոսներ է պետք անցնելու համար, այսինքն քվեարկելու իրավունք ունեն միայն ԿՊ-ի օգտին քվեարկողները, սրանն են կարող։ Հիմա այս վարկածը որքանով է խելքին մոտս ձեզ։ Ռիսկային է իմ կարծիքով, բոլոր դեպքերում ինձ թվում է ռիսկային է եւ հավանական չեմ համարում, որ Փաշինյանը դրան գնա, բայց ամեն ինչ հնարավոր է։ Չէ, եթե ստիպեն, բա ինչ անի։ Այնպես չէ՞ որ որոշումները ինքն է կայացնում։ Հա, իհարկե, եթե շատ Ալիևը պնդի, գուցե այդպես անի։ Այսինքն կնանոր ընտրությունների, բայց այստեղ նաև կա սահմանադրական հանրակրվեի խնդիրը, ադրբեջանցիների խնդիրը։ Պարոն Աբրամյան, ինչքանով մեր հասարակությունը գիտակցում է դրա ռիսկերը, ես վախերը չասեմ, ասենք որքանով է հայ հասարակության համար կրիտիկական, թե այստեղ կապրեն 300,000 ադրբեջանցի, միջայլոց ասում են, չէ, այդպիսի բան չկա, բայց մենք շատ լավ հարց եք տալիս։ Դա կրիտիկական է մեզ, միգուցե մենք ենք շատ չափազանցնում, ասում ենք 300,000 ադրբեջանցի սահմանադրություն փոխել։ Ես կարծում եմ իսկապես հասարակության, չգիտեմ որ մասը, բայց ստվար նրանց մեկը այս երկիրը կոչվելու է Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան։ Այդ մարդկանց մեկ աստեղ կապարեն հայեր, թե կապարեն մեծամասնություն ադրբեջանցիներ։ Նրանց համար դա մեկ է, եւ նրանք պատրաստ են լավ ուտելու խմելու իրական այսպես ասած Հայաստանում, լավ ուտել խմելու դիմաց այդ ամբողջը հանդուրժել։ Դա դառը ճշմարտություն է, բայց ես կարծում եմ դա ճիշտ այդպես է։ Այսինքն պատահական չեն Նիկոլ Փաշինյանի այն մեսիջները, որ բալկոնում նստած շորտիկով կոֆե խմել, պետքա դրա մասին մտածեք, իհարկե, ստամոքսը, ուտել խմելը, ուրախանալը, ուրախ ապրելը, չտխրելը, մի խոսքով, այսինքն այդ ստամոքսային մտածողությունը փաստացի Հայաստանում կարծում եք, որ չնայած ես էլ եմ կարծում, որ շոշափելի ազդեցություն ունի հանրային տրամադրությունների վրա։ Եվ կարծում եմ, որ այդ մարդիկ մի քիչ հեռու չեն մտածում, նրանք չեն հասկանում, այսինքն պատմություն լավ չեն սովորել, երևի կամ չեն սովորել ադրբեջանական, այսինքն թուրքական, էլի, պարզ ասենք, էքսպանսիայի առանձնահատկությունը, այսինքն ինչպիսին է ադրբեջանական էքսպանսիան, նա ասում է դերենի կարելի է այստեղ նստեմ, ասում ես լավ կարելի է, իսկ կարելի է այս թիկնակ, ասում ես լավ կարելի, մի քիչ որ նստում է ինքը ասում է դե լավ դու հիմա դուրս արի ես այս աթոռին կնստեմ։ Դա ադրբեջանական, այսինքն նրանք էթնիկ կազմը փոխելու խնդիր ունեն, որպեսզի հայկական պետականությունը ոչնչացնեն։ Ի տարբերություն ռուսների կամ արևմուտքի կամ, չգիտեմ, Ամերիկայի, նրանք խնդիր ունեն հայկական պետականությունը ոչնչացնելու եւ էթնիկ կազմը փոխելու միջոցով։ Այսպիսով նրանք շորտիկով չեն խմի։ Այդ որոնք ակնկալում են շորտիկով խմելը, նրանք կամ նրանց երեխաները այլևս չեն խմի, ուրիշ տեղ կխմեն։ Դա նշանակում է նաև քաղաքական համակարգի վրա մեծ ազդեցություն, այդ 300,000 ադրբեջանցին, որ խոսում ենք, այսինքն եթե իրենք ինչ-որ մի բնակավայրում մեծամասնություն կազմեցին, բնականաբար թիմ ընտրություններին կարող են մասնակցել, կարող են, հետո պարլամենտում կարող են հայտնվել, կարող են։ Այո, հիմա ասում եմ մտածվածի տամ, բայց ով է մտածել դա, այսինքն ամեն օր նրանք անցկացնում են ինչ-որ ժողովներ եւ այլն, Ադրբեջանը այնպիսի երկիր չի, որտեղ քաղաքացիական հասարակությունը ինչ-որ կամ չգիտեմ, գիտնականները կարող են խոսել ինքնուրույն, նրանք դիմում են Փաշինյանին, նրանց մեկը այդ հասարակական իբր կազմակերպությունների, այսինքն գոնգոների, այսպես ասած ներկայացուցիչը, դիմում է Փաշինյանին, դուք պետք է ապահովեք մեր անվտանգ վերադարձը մեր տները, այսինքն Արևմտյան Ադրբեջան։ Հետո էլ այստեղ Աստվածչյանի իրենցից մեկի գլխից որևէ մաս պակասի, արդեն զորքը կմցնեն։ Տիգրանաշենում ենթադրենք բնակվում են, նրանք ասեն մենք հիմա բան ապատահել, մեկի քթից արյուն է եկել, մենք հիմա կմցնենք մեր ուղեկալները, որպեսզի ապահովենք մեր բնակչության, նրանք Հայաստանի լիիրավ բնակիչ։ Այսինքն այդ պարզից էլ պարզ է, բայց մարդիկ մենք կարծես եկանք այն եզրակացության, որ մարդիկ դրա անտարբեր են մեղմացած դրա վերաբերյալ։ Լավ, այդ դեպքում հայ հասարակության վախի
այդ գործոնը որն է ռիսկը գիտակցելու վախը կարող է սխալ օգտագործեցի, այսինքն իրեն ինչն է անհանգստացնում, սոցիալական թեմաները կարծես անհանգստացնում է, բայց դա քաղաքական կապիտալիզացիայի շատ քիչ է ենթարկվում, արտաքին թշնամու, արտաքին վտանգի հետ կապված էլի խնդիր չունեն։ Այստեղ ես հիշում եմ արդեն Դեմիրճյանի հայի այնտեղ սարսափելի գնահատականներ ա տալիս, ես հակված չեմ մտածել, որ մեր հասարակությունը այդպիսին է, բայց ես չեմ գտնում այն կրիտիկական կետը, հիշում եք, չէ, ասում էին, այ Արցախը կարմիր գիծ է, եթե Արցախը տան, Նաև Փաշինյաններ ասում։ Նաև Փաշինյաններ ասում, այո։ Հետո կարմիր գծեր լիքը սենց սաղ կարմիր գիծ է, Ցեղասպանությունը, չգիտեմ, ցեղասպանությունը, Տավուշից հողերը, ամեն ինչ։ Մենք ունենք կարմիր գիծ։ Նրանք չունեն կարմիր գիծ, բայց մենք պետք է բոլոր դեպքերում, եթե մենք չանենք, հա, հիմա ասում են, չգիտեմ, դու ծախվել ես գալուգացուն, հա, ենթադրենք։ Եթե ես հիմա չանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա, ինչ որ մենք նկարագրեցինք, մնացածը ով ինչ եւ այլն ոչ մի նշանակություն չունի, թող Վլադիվոստոկի լինի, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ պետքա եթե 0.001%-ով մենք նպաստենք, որ Փաշինյանը հեռանա եւ այդ սցենարը չիրականացվի, ուրեմն մենք իզուր չենք ապրել։ Բայց այդ հնարավորությունը կա, որովհետև հիմա շատերի մոտ նաև հիասթափությունն է մեծ ընտրություններից հետո։ Տեսնում եք այդ հնարավորությունը։ Ես բոլոր դեպքերում տեսնում եմ այդ հնարավորությունը եւ կարծում եմ անդիմությունը ոչ միայն խորհրդանական, այլև արտախորհրդանական պետք է ճիշտ գործի, պետք է կարողանա եւ Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ կարողանա համագործակցել, պետք է համոզի աշխարհին, որ մենք ոչ մի բան զրոյական կետից չենք սկսի, եթե տրիպը ստորագրված է, նախաստորագրված է, ստորագրված է եւ Ադրբեջանի հետ պայմանագիրը նախաստորագրված է, մենք դրանից չենք հրաժարվի, մենք եկել ենք ոչ թե քանդելու, այլ եկել ենք բարելավել։ Բայց այդպես էլ ասում են, պարոն Աբրահամյան։ Այսինքն ի վերջո այդպես պետք է։ Ընդդիմության բառապաշարը այս նախընտրական շրջանում մեծ մասամբ այդպես էր։ Որևէ մեկը չի ասել, որ չեղարկելու են, որևէ մեկը չի ասել, որ ազատագրելու ենք, ոչ մեկը չի ասել, որ մենք արևմուտքին թշնամի ենք դիտարկում, այդպիսի բան էլ չկա։ Բայց այդ նարատիվը տեսնում եք, չէ՞, էլի իշխանությունը ասում է։ Բայց ինքը օգտագործում է։ Դուք չեք ուզում բավարարվել 90 Ինչքանի քառակուսից 29700 կամացից պակասում է, նայես որ օրվա դրությամբ է էլի իրանց մոտ։ Դուք չեք ուզում բավարարվել, հետեւաբար դուք պատերազմ եք ուզում։ Իսկ նրանք չեն ասում, որ նրանք չեն բավարարվում։ Անդիմադիրները չեն ասում, որ նրանք բավարարվում են։ Այո, բավարարվում են, իրենք որևէ մեկը չի ասել, որ գնալու ենք Արցախ ազատագրենք, Կարս, Արդահան, Վամ մտնենք, դուրս գանք, բայց ամեն դեպքում փաստացի քարոզչական առումով Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները ցույց տվեց, որ ահագին առաջ է քան ընդդիմությունը։ Թերևս կարելի է այդպես ասել, որովհետև նրա ձեռքում կա համեք, իսկ Երևանից դուրս այնուամենայնիվ ինչքան էլ մենք խոսենք, ինտերնետը այդքան էլ լավ չի աշխատում, որքան հեռուստատեսությունները։ Իդեպ քրեակատարողական հիմնարկներում էլ։ Հա, այնտեղ էլ, հա, հիմնականում այսինքն մուլտիպլեքսի հեռուստաընկերություններն են։ Պարոն Աբրահամյան, փորձենք ամփոփել էլի մեր դիտողներին, որոնք կարծում եմ հիմնականը կլինեն ընդդիմադիրներ, շատերի մոտ անկումային տրամադրություններ է, ջախտ է նկատվում, անելանելի դրություն, դեպրեսիա եւ այլն, ինչը նորմալ է նման ընտրություններից հետո, բայց շատերը ուզում են հասկանան, հա, հույս ունենանք, որ ինչ-որ բան կփոխվի։ Իդեպ ես կարծում եմ, որ Փաշինյանի կողմնակիցները նույնպես շատ ոգևորված չեն, նրանք կարծում են, որ սա 70-80% կհավաքի իրենց կուրկը կամ իրենց շեֆը, եւ դա տեղի չունեցավ։ Ես կարծում եմ այնուամենայնիվ չպիտի, մենք ունեցել ենք շատ ավելի վատ իրավիճակներ, ձեզ ասեմ։ Ես, չգիտեմ, ժամանակ կա մի բան հիշեմ, 92-93 թվականին նախագահի մամուլի քարտուղար էի Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ այդ ժամանակ ուրեմն լինում էին օրեր, երբ մեզ մնում էր 2-3 վագոն ցորեն կամ 2-3 ցիստերն բան, բենզին ամբողջ երկրին մնում էր, որտեվ պայթեցնում էին, հարձակվում էին եւ այլն, պատերազմ էր գնում։ Եվ այնուամենայնիվ մեր ժողովուրդը այդքան իմաստուն գտնվեց, որ կարողացավ դրան դիմանալ։ Կարծում եմ սրանել կդիմանա։
Աստված առաջ, Շնորհակալություն, ես լավ նոտայով էլ շնորհակալություն, ավարտենք ես դրանից, լավ շնորհակալություն ձեզ բարի հանգիստ, իդեպ կարող է լառնակա եք մեկնում, ոնց որ Փաշինյանը ասում էր 10,000 դրամով, չէ, լառնակա կարող են Չէ, գնալ։ ավելի էժան է։ Ավելի էժան էր, ասում։ Բայց այդ ձեր մոտից մենակ, չէ։ Գյումրի, Հա, Հա, Ծամպայման Գյումրիից կգնաք նա փորձեք տեսնեք հնարավոր է։ որպես թոշակառու ես ճանապարհ։ Հուսով ենք սեկտը փակած չէ լինի միջև դա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկ ես առաջարկում եմ միջև հաջորդ հյուրի հետ մեր զրույցը նաև դիտենք մի փոքր տեսանյութ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցներից մեկից, մենք պարբերաբար հիշեցնում ենք իր հարցազրույցներից այսպիսի կտորներ, որտեղ նա ներկայացնում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների ծանր կիզակետում ենք մենք հայտնվել։ Լսենք ու արդեն կշարունակենք մեր հյուրի հետ։ Շնորհակալություն։ Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ մեր վրա երկու մակարդակի խաղ է դրված։ Մեկը անգլոսաքսոնական խաղը, մյուսը կոնտինենտալ Եվրոպայի խաղը։ Կոնտինենտալ Եվրոպային շատ ավելի պարզունակ խաղ է, որի մարմնավորումը Մակրոնն է, եւ Մակրոնը հենց ներկայացնում է նեոռասիստական շրջանակները, որոնք գտնում են, որ երկրները, որոնք դուրս են ոսկե միլիարդից, պետք է օգտագործվեն, դրա համար գալիս են ուսերին թփթփացնում են տեղական դիկտատորիկների եւ նաև իրենց պետության շահերի դեմ գործողների, իսկ մյուս մակարդակը անգլոսաքսոնականն է, որը ձեր նշածն է եւ այդ մեծ խաղի մեջ ամենագլխավոր գործընկերը Թուրքիան է միանշանակ։ Հիմա մեր երկիրը որպես նաև մեծ խաղի մաս կազմող նախագիծ անկեց լինենք, հնարավորություն ունի գոյություն ունենալու, եթե ինքը կարողանում է բալանսի մեջ մնալ։ Այդ բալանսը պահպանվում է բացառապես Ռուսաստանի եւ Իրանի միջոցով։ Եթե մենք դառնում ենք հակառուսական եւ հակաիրանական, ինչպիսին որ ուզում է դարձնել մեզ Հայաստանի օրվա իշխանությունը, ապա այս նախագծի իմաստը վերանում է։ Այսինքն, եթե սրանք խոսում են ինքնիշխանությունից, իրականում ինքնիշխանության այն ատրիբուտները, որ մենք պատկերացնում ենք անկախ պետականության հետ կապված, հնարավոր է միայն ռուս-իրանական բալանսի պարագայում։ Եթե մենք դուրս ենք գալիս այդ բալանսից, ապա իմաստազրկվում է ընդհանրապես Հայաստանի դերը մեծ խաղի մեջ, կամ ավելի ճիշտ Հայաստանը մեծ խաղի մեջ դառնում է հակառուսական եւ հակաիրանական, իսկ դա նշանակում է կլանվել ուղղակի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Հիմա այս իշխանությունը խափում է ժողովրդին, թե իբր տանում է Եվրոմիություն, ընդհանրապես նման թեմա չկա։ Եվրոմիությունը մեզ չեն սպասում, եւ եթե նույնիսկ սպասեն էլ հնարավորություն չունեն ընդունելու, ընդհանուր սահման էլ չկա։ Շարունակում ենք ՄԱԿ ոդկասթը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր երկրորդ հյուրը արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանն է, բարև ձեզ Տիկին Աղաջանյան։ Ողջույն։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Բարև բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ միակ հարցը, որ հիմա շատերին հետաքրքրում է, կարծում եմ շատերին կհետաքրքրի, այն է, թե տեսեք, ընտրությունները անցան, ընտրությունները լեգիտիմ չէին, թե նախընտրական շրջանը հաշվի առնելով, թե հետընտրական շրջանը, թե հենց բուն ընտրությունների process-ը, եւ տպավորություններ, որ ընտրությունների ավարտից հետո պետք է սառույցը հալելու նման ինչ որ գործընթաց տեղի ունենա, այսինքն ասեին լավ, ինչ եղել չի եղել ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո հիմա արեք ապրենք բարեկամաբար, ես նաեւ ձեր վարչապետն եմ եւ այլն, բայց տեսնում ենք ուղիղ հակառակը, ձերբակալություններ ամեն օր, հետապնդումներ ամեն օր, սպառնալիքներ ամեն օր, տպավորություն է, որ հենց նոր ենք մտնում ենք նախընտրական շրջան։ Իշխանությունն էլ ընդդիմություն է։ Իշխանությունն էլ իրեն ընդդիմությունից միշտ էլ չի տարբերել, չնայած ինքը անհասկանալի է, թե իրեն որ կերպարի մեջ է։ Նիկոլ Փաշինյանի այս տվայտանքները ինչով են Տեսեք, մեր սխալը հիմնականում, որ մենք նորմալ մարդկային, այսպես ասած, տրամաբանությամբ փորձում ենք դիտարկել իրենց քայլերը։ Այո։ Բայց մենք գործ ունենք մի խմբակի հետ, որը իր հստակ ծրագիրն է իրականացնում, որը մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իսկ իրենց տրամաբանությամբ իրենց քայլերը շատ տրամաբանական են։
Իրենց ծրագրով իրենք պետք է մեր ժողովրդին կոտրեն այն աստիճան, որ համաձայնի արևմտյան թելադրանքին եւ դրա թելադրանքի ներքո թուրքական պահանջներին, այսինքն համաձայնի հպատակի կարգավիճակով ապրել եւ ծառայել այն ուժերին, որոնք այստեղ պիտի տիրապետեն եւ մեր երկիրը դարձնեն թուրանական միջանցք, ամբողջովին։ Արևմտյան ուրեմն ռեսուրսային եւ գեոպոլիտիկ շահերին սպասարկելու նպատակով եւ ըստ դրա արդեն գործողություններ գնում են։ Արևմուտքը 30 տարի շարունակ միլիարդներ է ծախսել այս իշխանության նման իշխանության բերելու համար եւ Հայաստանի նման իրենց համար սեփ հանդիսացող օղակը վերացնելու համար այս տարածաշրջան։ Գիտեք, Վրաստանում ինչքան ջանքեր են գործադրել, վերջո Սաակաշվիլի եկավ Ադրբեջանի պարագայում ամբողջ իրենց թուրքական վերահսկողության ներքո է, որտեղ եւ նա կոռումպացված, ուրեմն ընտանիքի ամբողջ խորքային բնույթն ու էությունը գիտեն եւ գիտեն թե ինչի վրա կարող են աշխատել, ինչպես աշխատել։ Հայաստանը իրենց համար, այսպես ասած, դեռևս անընկալելի էր, չնայած բազում այն փորձերին, որ իրենք շարունակաբար անում էին տարբեր ձևերով, այսպես իշխանափոխության հասնելու եւ ի վերջո բերելու իրենց համար ցանկալի կամակատար իշխանություն։ Այսօր այդ իշխանությունը նստած է 21 թվականի ընտրություններին իրենք ժողովրդին խաբեցին եւ եթե նայեք իրենք միշտ են խաբել, այսինքն սուտը եւ կեղծիքը այն գիծն է, որով շարժում է եւ դա արևմուտքի ձեռագիրն է, այսինքն մենք պիտի հասկանանք, մերոնք որ փորձում են շատ հաճախ այսպես Ամերիկան էսից չի անում, Եվրոպա, դա իրենց ծրագիրն է, իրենք իրենց ծրագրից հեռու չեն գնալու եւ իրենք այսօր հանուն նրա, որպեսի ի վերջո փորձեն այդ ծրագիրը ինչ որ մի հաջողության հասցնել, որովհետեւ ձախողվում են ուկրաինական ճակատում, ձախողեցին իրանական ճակատում, բայց դեռևս լիովին չեն մի կողմ դրել այդ քայլերին հասնելու ցանկությունը եւ այստեղ պետք է իրենց համար լիակատար տիրապետություն հաստատեն։ Լիակատար տիրապետության համար հայ ժողովրդի կամային դրսևորումները խանգարում են իշխանությունը կամային դրսևորումն է, այո, դա այն ձեռագիրն է, որով նա պիտի վերարտադրվեր եւ ես վաղուց եմ ասել, Եվրոպան կանաչ լույսը տվել էր, Ամերիկան իրեն կանաչ լույսը տվել էր, իրենք իրենց ցանկալիները վաղուց ստացել են եւ դեռելի ստանալու են, թե թղթային ձևով, թե համաձայնությունների ձև, նույնը վերաբերում է թուրքական կողմին, ադրբեջանական կողմին, իրենք պարզապես չեն կարողանում հասկանալ ինչ անեն, որ այս ժողովրդին ջարդեն այն աստիճան, որ ըմբոստություն չլինի։ Այսինքն այս հետապնդումները քաղաքական այս հետապնդումները անհրաժեշտ են, որովհետև նա պիտի փոխի այս երկրի բնույթը, նա պիտի մեր սահմանադրությունը փոխի, մեր սահմանադրությունը փոխելու համար պետք է հարակվե անցկացի, այսպիսի դրվածքով հանրային տրամադրությունը չի կարող անցկացնել նման սահմանադրություն, իսկ այդ սահմանադրությունը մեզ պիտի դարձնի ամորֆ ինչ-որ մի զանգված պլաստիլինի նման, որ ով ոնց ուզենա, այնպես ճկի ու ձևի։ Մեր ժողովուրդը նման ցանկություն չունի իր ինքնությունը զոհաբերելու, իր 5000 տարուց ավելի պատմությունն ու անցած ճանապարհն ու դժնդակ փորձը կամ ժողովրդի մի ստվար մասը նման ցանկություն ոչ, ժողովուրդը ինքը ցանկություն չունի։ Իրենք է գիտեն, որ այն մարդիկ անգամ ովքեր այսպես ասած ճակերտավոր Եվրոպային ընտրել իրենց կարծիքով, որ արևմուտքը իրենց մանանա է բաժանելու, իրենք չեն գնալու ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ երկընտրանքի առաջ կանգնելու դեպքում իրենք խնդիր են ունենա։ Այն, չգիտեմ, կաշառք եմ ասում, որովհետև դա կաշառքի ձև է, թե պետական կաշառքի, թե հովանավորչության, թե պարտադրանքի, թե վախի, թե շանտաժի միջոցով մարդկանց ստիպելը, որպեսզի իրենք գնան, իրենց օգտին քվեարկեն, ել չեմ ասում այն ընտրախախտումները, որ գրանցվել են։ Այսինքն ինքը հիմա պետք է այս ընթացքում, երբ որ ժողովուրդը որոշակի շոկի մեջ է, որովհետև ժողովուրդը ի վերջո վերելք էր ապրում, հույս ուներ, որ ընդդիմությունը համատեղ ջանքերով կկարողանա իրեն ձերբազատել այս ավերից, հիմա ինքը այսպես դեռևս ցնցումային վիճակի մեջ է, ինքը ունի մինչև սեպտեմբեր ժամանակահատված այդ ջարդելու, կոտրելու ընթացքում։ Ինչ է անում նա։ Նա ձերբակալում է գլուխներին, այսինքն գլխատելու գործընթաց է գնում, էլի տեսել եք արևմուտքի ձեռագիրն է Իրանում, գլխատման գործընթացը գնաց, իրենց կարծիքով գլուխն է հեռացնելով ամբողջը ջարդելու է։ Այստեղ բավարարվում են ձերբակալություններով։ Ոչ միայն գնում են առաջի համարները, այսինքն իրենք փորձում են ձերբակալություններով գնալ այն
այնպիսի կամ եթե այնպիսի դրվածքի, որ մանդատները չվերցնեն, որպեսզի իրենք կարողանան նույն սահմանադրական դատարանի միջոցով ինչ որ ձևական օրենքի փոփոխություններ իրենց ուզածներին ներմուծել կամ ինչ որ թվեր ստանալ, որպեսզի սահմանադրական մեծամասնության բնորոշ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենան, կամ օգտվելով այն բանից, որ արդեն ազգային ժողովում իրենցից բացի ուրիշ ներկայացվածություն չկա, արտահերտ ընտրություն անեն եւ այս դեպքում արդեն հանձնաժողովներում ամբողջովին իրենք են նստած լինելու, որովհետեւ գիտեք, հանձնաժողովները կազմվում են ԱԺ ներկայացված ֆրակցիաներով։ Այս դեպքում նկարելն էլ է հեշտ լինելու, կեղծելն էլ է հեշտ լինելու, իրենց դեմը խաղալու ոչ մի հնարավորություն չեն ունենալու, ուժային միջոցներն ու վստահված անձինք էլ արդեն խնդիրներ են Բայց մարդ լինելու։ ասում է հələ քեղափոխություն արեք, համաձայն չեք։ Ինքը շատ բան է ասում, ոչ, իրեն պետք է իրեն ըմբոստություն է պետք, որպեսզի ինքը այսպես քյափը, ինչպես են ասում, քյափը հավաքի, մտցնի բանտերը եւ հարցը կարգավորվի։ Անունը հանի, թե դուք պետական հեղաշրջում եք անում, դրա տակ նստածնի մարդկանց այդ ընթացքում թե սահմանների հանձնումներն անի, թե որևէ իրավական հիմք չունեցող անկլավների հանձնումն է, այսինքն ինքը օգտագործի այն ժամանակահատվածը, որ այս ցնցումային մասը կա, հետ շոկային շրջանը կա։ Այդ ամեն անելիքը անելու, որպեսզի ինքը իրեն արժև դրված հանձնառությունները կատարի։ Այս շրջանի պատկերը դա է, իրեն համար ցանկալի չէ իրավական գործընթացներով օրինականություն, իր արժև դրված էր խնդիր իրեն, գիտեք, եվրոպացիք դեսանտ էին իջացրել, որպեսզի իրեն օգնեն այս ամբողջ ընտրական գործընթացում իբրև թե հիբրիդային պատերազմ մի դեմ պայքարելու, բայց իրականում մեր հանրությանը այսպես ուղեղները լվանալու այն աստիճան եւ ձևերը մատուցելու, թե ինչպես կարելի է մոլդովական գումարած հունգարական սցենարով այստեղ իշխանությունը պահելու հնարավորություն ունենալ։ Մենք այս իրավիճակի մեջ ենք գտնվում եւ սա ստիպում է անգամ այս ամենադժնդակ իրավիճակում խնդրել մեր ընդդիմությանը, որ որևէ պարագայում չհրաժարվեն մանդատներից, որովհետեւ սա ուղղակի այսպես մեծ կանաչ լույս է վառելու իրենց համար, բոլոր այն հանձնելիքները, տալիքները, որ կա, այսպես հալած կարակի պես միանգամից անել ու վերջացնել։ Իսկ այն գոնե այն կազմով, որ կա, մենք գիտենք սահմանադրական դատարանի վրա մեծ հույսեր չեն կարող դնել։ Գոնե այն կազմով, այն քանակով, որ կա, ինքը արդեն բարիեր ունի, արգելակ է ունենալու եւ այստեղ արդեն process-ները, հիշենք, ժամանակի վրա են աշխատում process-ները, թե ամերիկյան ծրագրերում, թե եվրոպական ծրագրերում։ Այսօր Թրամփը այսպես բացել է իր դիմակները եւ արդեն նույն հակառուսականությունը սկսել է բացեի բաց դրսել, ճիշտ է, մի քիչ խաղեր տալով, ինչպես ասում են, խաղացնելով, բայց իրականությունը սկսում է մեջտեղ դուրս գալ, ինչը որ ժամանակի ես ասում եմ, որ սա ընդհանրապես բեմականացում է զուտ եվրոպական հանրությանը ստիպելու, որպեսզի իրենք շատ ավելի մեծ ծախսեր անեն եւ ռազմական ռելսերի վրա դնեն իրենց արտադրությունը։ Եվ հիմա մենք տեսնում ենք դրա իրական գործածությունը, իրական դրսևորումները։ Տիկին Աղաջանյան, ուղղակի այստեղ խնդիրն է, եւ որ մարդիկ ինչու են ասում մանդատները մի վերցրեք, որովհետեւ տեսել են նաեւ փորձը կա, հա, որ մանդատները վերցրել են, գնացել են ազգային ժողովում, սուր հարցեր են տվել եւ այլն։ Ես հա ասում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր դեմ են մանդատները վերցնելուն։ Ոչինչ չեք անելու մանդատները վերցնելու։ Խնդիրը այդ ոչինչ չանելու մեջ է։ Իրենք ասում են դու գործողությունների պլան պիտի ունենաք, թե ինչի եք այդ մանդատները վերցնում։ Արդյոք կա այդ պլանը եւ արդյոք այդ գիտակցումը կա, որ պետք է նաեւ ունենան գործողությունները։ Տեսեք, ես համաձայն չեմ, որ գործողությունները նախ ձայների առումով էական տարբերություն կա։ Եթե նախկինում մենք անգամ խնդիր ունենք այդ թեկուզ impeachment-ի համար մի թուղթ գրելու քանակ ունենալու, այսօր դա կա։ Եվ գումարած այդ նույն սահմանադրական մեծամասնությունը սա չունի, բնականաբար։ Եվ այդ սահմանադրական, գիտեք ինչ, անգամ խոչընդոտելու կարողությունը այս իրավիճակում արդեն մեծ ձեռքբերում է։ Հասկանում եք, դա մեր հանրության համար իհարկե շատ ավելի փոքր ակնկալիք է, բայց երբ որ դու դաշտը լիովին բաց ես թողում իրենց կամքով, օրենքը ճկելու, իրենց ուզածը անելու եւ վերջում մեր երկիր ուղակի ոչնչացման տանելու, ինքը իր ծրագրում է գրել, չէ՞, 4-րդ հանրապետություն, այսինքն 3-րդ հանրապետությունը փակում են, ինչ որ անհասկանալի 4-րդ հանրապետություն են ստեղծում եւ մարդը գնում է հստակ այդ ճանապարհով, 4-րդ հանրապետություն, որտեղ հայ առաքելական եկեղեցին գոյություն ունի եւ դրա փոխարեն ինչ որ աղանդավորական ինչ որ բաներ են
այստեղ հնձում ու ցանում ինչ ուզում են։ Նիկոլի Գոյություն վերջի չունի օրերի բանակ, կանալի գոյություն չունի տնտեսություն, գոյություն չունի գյուղատնտեսություն, թուրքական բիզնեսը իր ուզածի պես այստեղ ոտատակ է տալիս եւ մենք քարվանսարայի պես պետք է միայն ծառայություններ մատուցենք եւ սպասարկենք այդ անցնող դարձողներին։ Մեր ռեսուրսները տրամադրենք արևմտյան ընկերություններին, իրենք էլ փողերը վերցնեն, գրպանեն եւ կնե Շվեյցարիաներում ու մնացած տեղերում բանկային հաշիվներում ինչ-որ բաներ պահեն, իրենց էլ լկտի ու շպահվածքով փորձեն մեր հանրությանը էլ ավելի հուսահատության ու հուսախաբության հասցնել։ Սա է իրենց նպատակը։ Հիմա կներեք, ազգային ժողովում այս մանդատները պահելը, ես էլի եմ կրկնում, ուրիշ բան էլ չէ, այո, թուքումուր են ուտելու։ Այո, ահա որ բարոյա հոգեբանական իրավիճակը, ես հասկանում եմ, սովորական նորմալ մարդու համար, անգամ անհարգալից մի արտահայտությունը դա սարսափելի վիրավորական է, բայց մենք հիմա ցավոք սրտի մեր երկիր ու մեր պետությունը մտել է մի շրջան, որ այդ անպատվությունների շղթան մենք պետք է կարողանանք հաղթահարել եւ դա չընդունենք անձնական վիրավորանք, որտեղ իրենք դրա վրա են աշխատում, որ դա ընդունես որպես անձնական վիրավորանք եւ հետ քաշվես, հետ կանգնես եւ չպայքարես։ Իրականում ես իմ փորձից ելնելով եմ ասում, շատ տհաճ է նույնիսկ մթնոլորտում նույն դահլիճում գտնվել իրենց հետ։ Միայն գտնվելը եթե մարդու ձայնը լսելը ինքնին արդեն տհաճություն է պատճառում եւ դու ընդհանրապես այդ պահվածքը քո մոտ նողկանք է առաջացնում, ես պատկերացնում եմ, падգամավորում եմ, բայց եթե մտնում ես քաղաքական դաշտ որոշակի հայտ ներկայացնելով, ցավոք սրտի դա այսօրվա մեր իրականության պարագայում այն բացասական նաև բեռն է, որը պիտի հետդ կրես, բայց ինչու՞մն է խնդիրը, կրկեմ, երկու էլեմենտ նշեցի, առաջինը չեն ունենա սահմանադրական մեծամասնություն, այսինքն իրենք չեն կարողանա խախտելով օրենքները ինչ-որ բաներ կամ ինչ-որ այլ կուսակցություններ մուտք անել եւ իրենց կամակատարների միջոցով մեզ ուղակի այսպես գրել, ջնջել, վերացնել, եւ երկրորդը, եթե իրենք համարձակվեն գնալ թե հանրաքվեի, թե ինչ են ասում, արտահերտ ընտրությունների, իրենք չեն ունենա հանձնաժողովներում այն բանը, եւ մենք տեսանք, որ իրենց խախտումները ոչ թե հանձնաժողովներում էին, այլ դրանից դուրս ընթացքում, եւ դա պատահական չէ, վերջի մի քանի տարիների առումով մենք այդ հստակ բանը տեսել ենք, որ խնդիրը ցուցակների մեջ է, որում ասես ճխտում են ցուցակների մեջ, կեղծված ուրեմն քվեների մեջ է, որը իրենք ինչ որ մեխանիզմով դա օգտագործում են, այսինքն դա կտարվեր մարդկային կարուսելների սկզբունքով է փաստացվում։ Դե վերջում բարձրով տիկին Աղաջանյան ինչ ուզենան կգրեն։ Չէ, այդպես չի։ Հաշվարկը եթե ինչ ուզենան գրեին, իրենք սահմանադրական մեծամասնություն կունենային։ Դե Վահագի ներ դրա այդ Excel-ի մեջ ներբեռնումները այդ մասին է։ Բայց հետո բացահայտվեց, չէ, որը որտեղ է, այսինքն հիմա կեսը ստեղ են փորձել, կեսը ընդեղ են Եթե փորձել։ այդպես մտածենք, ուրեմն մենք երկիրը պիտի փակենք գնանք։ Դե այդ ենք ուզում հասկանալ, փակենք Սա մեր երկիրն է։ Եվ մենք ենք տերը։ Բայց այդ մարդը հիմա ասում եք ձերբակալություն էսել, ում ուզենում բռնում է ու տարբեր, ասենք, անհասկանալի, աներևակայելի հոդվածներ։ Հիմա հասկանանք, այսօր կալանավորումը ես կարող եմ ասել, անգամ քաղաքական գործիչների համար դարձել է կենսագրության մեջ դրական կետ։ Հիմա բայց այդ մարդիկ նստած են։ Հասկանում եք, պարտանեմ փաստորեն, որ եկել էին Հա, դրական կետը արդեն դարձել, որտեղ մարդկանց համար արդեն իրենք գիտեք ինչ, անգամ հանրության համար այնքան ակնհայտ են այդ թխած գործերը, թխած բառը հենց այնպես չի ասում, հասկանում եք, նույն Անդրանիկի Թևանյան հետ կապված։ Ահա սարսուր բաներ ա խոսում, Չէ, այդ պետական դավաճան, ինչ-որ սենց ոգևորված արտահայտությունները, երբ որ լսում ես, կարդում ես, ասում ես դե լավ էլի, այսինքն ոչ միայն մասնագետներն են դա ասում, պարզ հասարակ մարդը արդեն այնքան բացահայտ է այդ սարքովի լինելու հանգամանք հասկանում ես ու դու սենց սլակներն էլ այնքան ակնհայտ են ուղված, որ մարդկանց համար դա ոչ մի նստվածք չի տալիս, դա ազդեցություն չի ունեցել, դա իրենց համար գործիք էր, նույն Անդրանիկի հետ կապված այդ դրվագը, իրենց համար գործիք էր, որպեսզի իրենք կարողանային մոլդովական սցենարով մերժեին կուսակցության մասնակցությունը, բայց իրենք, որտեղ դուք եթե ուշադիր այդ փաստաթղթերը կարդաք, ամբողջ սլակները տանում էին դեպի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան, այսինքն Անդրանիկի միջոցով տանում էին կապը հասցնում են այդտեղ, որպեսզի իբրև թե գործակալական ցանցի հետ աշխատող կամ լրտեսական ինչ-որ բաներ կապեր ունեցող ուրիշ պետության ազդեցության տակ գտնվող կուսակցության անվան տակ մերժեին, բայց հանրային աջակցությունը այնքան մեծ էր, որ իրենք չհամարձակվեցին, որտեղ դա իրոք պորտկում կտար եւ կվերացներ իրենց կողմից ընդհանրապես որևէ ձևով որևէ ձայն ստանալու հնարավորություն, այսինքն իրոք
պայթյունի կվերածվեր։ Դե համար իրենք գնացին այսպես նկարած գեղարվեստական ստեղծագործության ճանապարհով։ Տիկին Աղաջանյան, Անդրանիկ Թևանյանի դուք անձամբ եք ճանաչում, նաև որոշակի ճանապարհ եք միասին անցել այս պայքարի ընթացքում, սա եմ ուզում հասկանալ, ինչու հենց Թևանյանը ու ինչու հենց այդ պահին իրենք գնացին այդ քայլը։ Գիտեք, իրենք համար կարևոր չէր, այնտեղ Անդրանիկը կլինի թե մեկ ուրիշը։ Ուղղակի իրենց պետք էր ինչ որ մեկը, որը հանրայնորեն Ռուսաստանի հետ ինչ որ մի կապ ունեցած լինելու դրվագ ունենար, որը կապելով փորձեին կապել մնացած երևույթները։ Այստեղ իր ոչ թե անձի էություններ, այլ այն, որ ինքը ասեն գնացել էր Դոնբաս, ինչ որ հանդիպումներ էր ունեցել, որը հանրայնորեն դա լուսաբանվել էր եւ դրա մասին խոսվել էր, անգամ տեսանյութեր էր հստակ տարածվել, այնպես չէ, որ դա ինչ որ մի գաղտնի եսի ինչ էր։ Մենք այստեղ հարցնենք իրենց կողմից, որ ուկրաինական կողմից էին գնում այդ նույն գործողություններն անում, հասցնենք իրենք ուրեմն ուկրաինական կողմի լրտեսությամբ են զբաղվում։ Այստեղ արդեն հակընդեմ հարցն է գալիս, հա, եւ ինչու էին գնում պատերազմող կողմի, երբ որ այս պարագայում ընդհանրապես հայկական համայնքի հետ կապված հարցեր էին, որը ցավոք սրտի երկու կողմից հարվածի տակ է ընկնում։ Ի դժբախտություն մեր փաստորեն ունեցած հսկայական ռեսուրսը պատերազմական գործողությունների ժամանակ երկուստեք հարվածի է արժանանում։ Բայց նաև նշանակություն ուներ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշներ չէ գնալով բարձրանում Թևանյանն ասում, այսինքն նա այնտեղ էր, իրենց պետք էր այդ կուսակցության մեջ եղած ինչ-որ մեկին, որ եթե ուժեղ Հայաստանի մեջ լիներ այդ անձնավորությունը, այնք ուժեղ Հայաստանի մեջ կօգտագործեին, բայց քանի որ Անդրանիկը Բարգավաճ Հայաստանի մեջ էր, իրենք փորձեցին այսպես ծռելով, մի կերպ ճկելով, հա, այսպես բերել իբրև թե կապել ուժեղ Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի հետ ինչ-որ գլոբալ ծրագրի։ Բայց արդյունքում Բարգավաճին չթողեցին։ Դե որտեվ այլ ուրիշ տարբերակ չտեսան։ Դե համար եմ ասում, նկարելը բարդացավ։ Քանի որ տեղամասերում իրենք չկարողացան ուղղակի լցոնների կամ այն նույն խախտումների ու նկարչական ձևավորումների միջոցով թվերը ստանալ, որ հետո թափահարելով ասեն, տեսեք, մեր ժողովուրդը ընտրել է, իրենք ստիպված այդ միջանկյալ հատվածում արեցին այն գործողությունները, որը ավելի բացահայտ դարձրեց անօրինականությունը։ Տիկին Աղաջանյան, փորձենք ամփոփել։ Հիմա ես այս հարցը երևի բոլորին տամ, ընդդիմադիր մի ստվար հատված կա, որը ընկճված է, որը չէր սպասում նման արդյունքներ, իրոք շատերը չէին սպասում, որովհետև չէին մտածում, որ սա կարող է այս աշխանի կարմիր գծերը անցնել։ Հիմա մարդիկ ուզում են հասկանալ, ինչ է սպասվում մեզ։ Այս մարդը բռնաճնշումները շարունակում է, քաղաքական հետապնդումները շարունակում է, ձերբակալությունները շարունակում է, դուք էլ ասում եք, որ դա անում է հստակ նպատակով եւ նպատակներով, այո։ Ինչ սպասենք, այսինքն մենք այդպես փոքր դիմադրում ենք, ես ենք անում ենք, բայց ազդեցություն կարծես չկա։ Չէ, փոքր չենք դիմադրում եւ կարծում եմ յուրաքանչյուր անձ, ով որ օրինակ գոնես վերջի շրջանում ում դեմ գործ են հարցում, իրենք շատ լավ հասկանում են իրավիճակը եւ հասկանում որ սա ընդհանրապես այդ ժամանակի մեջ գործողությունների ինչ որ ծրագրի մաս է կազմում եւ իրենք դա հասկանում են, որ ուրիշ տարբերակ չկա, իրենք հարվածի տակ են ընկնելու, բայց իրենց հետևում կան աջակիցների ստվար զանգվածներ, թե իրենց թիմակիցների մեջ եւ թե հանրության մեջ։ Եվ մենք հասկանանք, մենք ժամանակի վրա ենք, արևմուտքի ծրագիրը ժամանակի վրա է աշխատում։ Սա այդ ծրագրի մասն է։ Այսինքն իրենք պիտի ամեն ինչ անեն, որպեսզի նույն թուրանական միջանցքը, որը այսօր TRIP է կոչվում, եւ հենց իրենց Գորշ գայլերի ղեկավարը Բախչելին վերջերս էլ հստակ բառերով ասեց, որ սա հենց թուրանական միջանցքն է, այնպես որ Այնտեղ միշտ էլ ասում են, ուղղակի Չէ, ուզում եմ ասեմ, որ եթե իշխանությունները փորձում են մարդկանց համոզել, որ սա ինչ-որ տնտեսական եւ այլն, ոչ, սա մեր տարածքի հանձնում է եւ ինքնիշխանության հսկայական զիջումներով։ Եվ այս պարագայում իրենք գիտեն, որ դրանք մտնելու են ազգային ժողով, դա պիտի վավերացվի, որպեսզի ինչ-որ միտեղ գործողության մեջ մտնի։ Հիմա եթե ազգային ժողովում ունենք այդ ընդդիմությունը, իրենք բարդություն են ունենալ դա վավերացնել, որտեղ սա արդեն տարածքի հետ կապված բան, տարածքի հետ կապված ուրեմն որոշումներ պետք է հանրակրվեով անցկացնեն։ Միջազգային պայմանագրի մասին օրենքում հստակ դրույթ կա դրա մասին եւ իրենք որպիսի այդ օրենքը փոխեն իրենց պետք է համանadrական մեծամասնություն այսինքն փականը այստեղ հակառակ ուղղությամբ հենց այդ որ չունեն չեն կարողանա փոխեն այսինքն իրենք պիտի այսպես թե այնպես գնան հանրակրվեի չեն կարող գնալ հանրակրվեի ուզում է
սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով, հանրաքվե պահանջելու է օրենքով փաստորեն թրիփի համար, հանրաքվե պահանջելու է Ռուսաստանը, որպեսզի հասկանա Հայաստանը ի վերջո որ ուղղությամբ է, այսինքն այս իշխանություններին երեք կողմից դնելու են կաղապարի մեջ, փորձելով ինչ-որ բան անել։ Անդիմության վարքագիծը բարդացնում է իրենց գործողությունները, բարդացնում է իրենց ծրագիրը եւ դրանով ժամանակը անցնում է, ժամանակը կորում է, որը արևմուտքին շատ կարեւոր է։ Ջնջել, նստացնել, Փորձում են փակել դրանով խեղճացնել, բայց հակառակը դա հակառակ էֆեկտն է ունենում եւ լավ է որ հակառակ էֆեկտն է, որտեւ դա օգնում է նաեւ այս, ինչպես նշեցիք, ժողովուրդը շոկի մեջ է, հուսահատված եւ այն, դա ժողով ստիպում է ժողովրդին նաեւ արագ դուրս գալ այդ շոկային վիճակից, որտեւ հասկանում է, որ այստեղ բոլորովին այլ խաղ է։ Մենք խոսում ենք մենք հիմա հունիս ամիսն ենք, մոտավորապես 6-ից 10 ամսվա ժամանակահատվածի գործողությունների մասին, որոնց նախապատրաստական շրջանում այդ հանրաքվեն պիտի անցկացվի, սահմանադրությունը պիտի փոխվի, այդ թրիփի ծրագիրը պիտի սկսի իրականացվել եւ ռուսական բազան այստեղից պիտի դուրս գա, ռուսական ներկայությունը այստեղից պիտի դուրս գա։ Այսինքն մոտ 10 ամիս ժամանակ Որովհետեւ նույն Մերձավոր Արևելյան եւ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումներ են նախատեսվում, նույն իրանական ճակատում։ Անի այդ ամեն ինչը ինչ է։ Նշանակում է այնտեղ իրենք բարդություններ են ունենում եւ այս ծրագրերը ձախողվում են, ինչպես որ ձախողվել են մեր բոլոր դիմադրության շարժումների ժամանակ։ Այսինքն, այո, դիմադրության շարժումները թե 21-ին, թե 22-ին, թե 23-ին հաջողություն, թե 24-ին իրենք հաջողություն չեն բերել սրանց իշխանությունից զրկելու տեսակետից, բայց իրենք հաջողություն են բերել մեր պետությունը պահելու տեսակետից, մեր ինքնությունը պահպանելու եւ դեռ շանսեր ու հնարավորություններ ունենալու հետ մեր ամեն ինչը վերականգնելու տեսակետից։ Սա շատ կարևոր է, որ ժողովուրդը հասկանա եւ այս դիմադրությունը խանգարում է իրենց ծրագրերի իրականացմանը, օգնելով նաեւ մեր դաշնակիցներին, որպեսզի իրենք թույլ չտան մեր երկիր ուղակի ոչնչացնել։ Շնորհակալություն Տիկին Աղաջանյան, հետաքրքիր զրույցի համար, այո, հուսանք այդ դիմադրությունը ամեն օր կաճի բոլոր մակարդակներով, Մենք ուղղակի ուրիշ տարբերակ չունենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ այսօր մենք զրուցում էինք հատուկ, չէ, Արտակարգ եւ լիազոր տեսփան որի նախկինը չի լինում, չէ, Տիկին Աղաջանյան, ինչպես լրագրողներին է։ Դա կոչվում է։ Դա կոչվում է։ Սա թող ազդակ չլինի ձեր նկատմամբ ինչ-որ բաներ անել Տիկին Աղաջանյան։ Սրանցից ամեն ինչ սпасել է։ Իրենցից ամեն ինչ կարող են ստեղծագործական միտքը իրենց համար սահմաններ չի ճանաչում։ Այսքանով ավարտենք հայրենակիցներին դերենիկ ամեն դեպքում չմոռանանք հորդորելու, որպեսզի համիանան մեր էջերին, նաև միանան մեր պայքարին, միացեք, որ փոխենք։